Ախր այս տեսակ ռեժիմների վերջը գալիս է, էլի, այդ մեծ հաշվը, որ նայում ես բանին, այսօրվա քաղաքական իրավիճակին, այդ ռեժիմները դանդաղորեն, բայց պիտի արդեն վերանան, որտեղ այս ազատ աշխարհում տեղ չի մնում իրենց ապրելու։ Հիմա տեսեք, որ ռեժիմներն են մնացել մենակ, որոնք որ ունեն ատոմային զենք ու վախենում են դիպչել, որտեղ մեծ արդեն շատ ավելի մեծ խնդիրներ կլինեն։ Մնացած բոլորը քիչ, արդեն վերանում են այդ ռեժիմները, լինի դա կրոնական, լինի դա քաղաքական, լինի դա Հյուսիսային Կորեան մնաց, Չինաստանը եւ Ռուսաստանը մեծ հաշվով որ նայեք, էլի։ Կորեայի հարցով ուշացան, ինձ թվում է զենքն ատոմային ռումբ ունի այդ մարդը, այդպես ոնց է իրան կարողացել բանանել դրանով։ Իսկ մնացածների վերջը գալիս է։ Դրա համար էր Իրանը չէր կարողանում հրաժարվել այդ ատոմային ծրագրից, որովհետև գիտեր փրկությունը այդ էր, որ ատոմային ռումբ ունենա, իրեն ալևս չեն կարող անձեռնմխելի կդառնա ինչ-որ իմաստներով, հա, բայց չհասցրեց, սրանք էլ այդ հասկանալով թույլ չտվեցին, որ ես ամեն դեպքում ապշած եմ ատոմային զենք ունեցավ, արդեն աշխարհի գլխին խնդրեմ դառնալու։ Դեռ չուներ, բայց ինչ բառամթերք էր օգտագործում։ Ես ապշած եմ, որ այդքան ներքաննկատ չեղան, էլի։ Դու բա այտենց վտանգավոր գործարք ես անում, թաքուն, հողի տակ, այդ տարիներով մշակել ես այդ բունկերները սարքել ես եւ մի խոսքով անում ես այն ինչ ծրագրել ես անել։ Բա եղբայր դու դեռ չունես այդ ամեն ինչը։ Դու ասում ես ոչնչացնելու եմ ամերիկյան դեմքին ապտակս իրանական եսիմ ինչ կլինի բաց մահապատիժ ես անում 1000 անգամ ասեցին ցուցարարներին չսպանեք Տրամպը այսօր դուրս է եկել ասում է այդ կախելու տեսարանների կադրեր են իրան բերել ցույց տվել դրա համար գժվել է ասել ոնց թե sense բաներ են անում մահապատժի կադրեր են բերել ցույց տվել դե էսա կերներ վիճակը իհարկե դրա համար չի անում Թրամփը բայց դա դեպարս բանա հա բա չի ասը գնալու եմ ինչ Բենյամին Նետանյահուին եմ գնացել օգտեմ մտածում ես էլի ասենք պարզ է ասենք համեմատած ինքը այդքան զարգացած երկիր չի տեխնիկապես Իրանը եւ այլն շատ բան հարցերում հետ ավնում բայց ես կարծում եմ գոնե իմաստուն կլինեն էլի պատրաստվում են հրաժարվել իրենց 5 կետա չեմ հասկանում ես ինչա միանում ես հա գոնե արտաքին քաղաքականությունը իմաստուն ձևով կվարեն, այլ ոչ թե ելնեն ասեն կապտակեն, կոչնչացնենք, էս կանենք, էլի։ Դա ոչ մի լավ տեղ, ես շատ իսկապես զարմացած եմ, էլի, որ այդքանով հանդերձ լավ չունեք այդ ինքնաթիռները, չունեք այդ նավերն ու եսիմ ինչերը, բայց գոնե կյանքի փորձ ունեք, իմաստուն պիտի որ լինեք, այդքան ապրել եք։ Չէ, էլի վերկացան ու ամենահիմար ձևով վարեցին իրանց բանել արտաքին քաղաքականություն ինչև գործ հասավ այստեղ։ Ու Վենեսուելա բանն էլ նոր էր եղել, տեսան ինչա լինում հռետորաբանությունից այո, դրանից առաջ էլ մի հատ խփեցին, ինչ որ պետք էր ոչնչացրին, այսինքն տեսան, որ ինչ կարողություններ ունեն, էլի։ Իմոտ այնպեսի տպավորություն է, որ Խամենեին բան իջնում են իրան ցույց են տալիս այդ հրթիռները, բաները, որ ունեն հազարավոր, թևավոր հրթիռներ եւ իրան թվում է, օ, սա աշխարհը կարող են բան անել, երևի էլի, ես չգիտեմ, առանց պատկերացնելու թե դիմացինը ինչ հնարավորություններ ունի տեխնիկական ու ռազմական ինչ տեխնիկա ունի, որ բայց այստեղ մի բան էլ կա, հիմա իրանք այդ դրոններից լավ էին արտադրում էին Ռուսաստանից էին ծախում եւ այլն, չէ՞, այդ անանոթաչու թռչող սարքերից։ Իրանց է մոտավորապես արժի $500 այդ որ ունեն այդ թռչող սարքերը, բայց ամերիկացիները որ խփում են դրան, խփում են 50, 60, 100 հազարանոց հակահարվածով, էլի, շատ ավելի թանկ է նստում, բայց դե հարուստ երկիր է, այսօր ասեց բանը, Տրամփը ասեց, որ պաշարները չեն ուր հեսա գտնեմ մի րոպե Մինչև դու գտնեք, հա, կա դեպիտակը, հա, ասեք։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Միացյալ Նահանգները ունի զինամթերքի գործնականում անսահմանափակ պաշար Իրանի հետ պատերազմի ընթացքում օգտագործելու համար։ Միացյալ Նահանգների զինամթերքի պաշարները միջին եւ միջինից բարձր մակարդակի երբեք չեն եղել ավելի բարձր կամ ավելի լավ։ Ինչպես այսօր ինձ ասացին, մենք ունենք այս զենքի գործնականում անսահմանափակ պաշար։ Պատերազմները կարող են մղվել հավերժ եւ շատ հաջողությամբ օգտագործելով միայն այս պաշարները գրել է Միացյալ Նահանգների նախագահ։ Այսինքն հույս չունենաք որ կվերջանա մեր ռումբերն ու ինքնաթիռներն ու նավերը էլի։
Չէ, դե բարձ բան է, համեմատելու բան չկա, այդտեղ Միացյալ Նահանգների կարողությունը այսօր այդ ABC գործակալության քարտեզներ հրապարակած ընդհանրապես այդ ծովում քանի նավ Միացյալ Նահանգները բերե կանգնացրել եւ դա է ցույց տալի հզորությունը, որ հսկայական երկրի հետ մերձավոր արևելքի ամենամեծ պետության հետ ռազմական կոնֆլիկտ է սկսում ու մեծ հաշվով նավերը տարիլանդը կանգնացրել եւ այ հզորություն եմ ասեմ որ նավից գնաց թռավ խփեց կամ հրթիռը բաց թողեց գնաց հստակ սպուտնիկով նայում է տեղանքը ամեն ինչը հստակ եւ այլն եւ տեսնում ենք թե ինչ է լինում բայց ինչպես տեսակ զոհեր Միացյալ Նահանգները ռազմական առումով եւս ունի դե ինչ չես կարող չունենալ հիմա փաստորեն դա խփեցին բազաներին այդտեղ են զոհվել չէ որտեղ այո զոհերը բազային ու գիտեք ինչն է տարօրինակ որ իրանք գիտեին որ հենց այդտեղ էլ խփելու են բայց չկարողացան պաշտպանվել դե քանակը ասես քանի տասնյակ հարյուրավոր մի ուղությամբ գցում է մի քանիսը կարողանում է հակաօդային պաշտպանությունը բռնել մի մասսավակի ընկնում է այսօր լրատվականում այդ վարկածներից մեկն էին քննարկում այդ ներ իրանական խմորումների որ ազգամիջյան բախումներ կարան լինեն բարձվում է 20%-ը բնակչության մենակ ազերիներն են ադրբեջանցիները 17-ից 20% բարեկամներ կատակ բան չէ եւ Իրանը համարվում է ընդհանուր առմամբ Իրանի բնակչության կեսը փոքրամասնություններ են դա համարվում է շատ մեծ թվաքանակ այսինքն պատկերացրեք բնակչություն մոտավորապես 100 միլիոնանոց Իրանում կեսը այլ ազգի խմբավորումներն ովքեր եւս դարերով ապրել են տարածաշրջանում եւ հիմա եթե հանկարծ սկսվի այնպիսի զարգացում, որ զարթոնք լինի այդ ուժերի մոտ, այնտեղ արաբներ կան, Բիլուջիստանի ժողովուրդ կա, ազերիներ կար, քրդեր կան, եթե քրդերի պարագայում պետություն չկա, մյուսների պարագայում այնտեղ Իրաքի սահմանում արաբներ են ապրում, ովքեր կարողա փորձեն Իրաքի միավորման մասին խոսել, ազերիներ կան, որոնք հասկանում եք, հարավային Ադրբեջան կա, վերջո կարան միավորման բաներ անեն, հայցեր ներկայացնեն, Բիլուջիստանի ժողովուրդը կա, ովքեր այդ Աղվանստան, Պակիստան, բան այդ կողմը հարում են այդ տարածքներին, մի խոսքով բան, բայց այս ամեն ինչ են պատմում, որ այս իրավիճակում էլ անգամ, ասում է թե Թուրքիան ու Ադրբեջանը ինչ շահեկան դիրքերում կարող են հայտնվել, որ մոտ 20 միլիոնանոց համայնքը օգտագործեն իր շահերի ու այդտեղ մենք էլի ոչ շահեկան դիրք չունենք էլի, այսինքն էլի Հայաստանի դեմ կլինի, եթե անգամ այդ զարգացումը լինի, էլի Հայաստանի դեմ կլինի։ Դե Հայաստանի կողմ կլինի միայն եթե դեմոկրատական երկիր դառնա Իրանը, որի հավանականությունը հələ որ շատ փոքր է երևում, շատ փոքր է։ Ուղին ասենք հասկանալի է, որ ռեժիմի տապալումը այսպես է լինում, բայց տասնամյակներով իսլամիստական հասարակությանը սարքել դեմոկրատ, հա, որ վայ հեսա կառավարություն կընտրենք, վայ հեսա այսպես կլինի, պարզ բան է որ չի լինելու։ Հա, չգիտել դա ինչ է, չի տեսել, ինչ ընտրություն է։ Մի քանի սերունդ չեն տեսել այդ միշտ մանիտակները։ Բայց մյուս կողմից նայում ես օրինակ, իհարկե չհամեմատելով ծայրը իսլամը խորհրդային միության հասարակարգի հետ, բայց ասենք խորհրդային միությունում էլ չի եղել ընտրություն, բայց մի շարք երկրներում տեսանք, որ այն հաջողեց, այսինքն տապալումից հետո խորհրդային կարգերի եղան ընտրություններ, դեմոկրատիա եղավ, մարդիկ որոշակի ուժերի աջակցությամբ կարողացան կերտել բարեկեցիկ դեմոկրատ երկիր, ասենք մերձ Բալթյան երկրների մասնախոսքը եւ ոչ միայն Այստեղ հա, նախ չմոռանանք, որ մեր Բալթյան երկրները պատմություն ունեին այդ իմաստով, այսինքն ինքնակառավարման եւ դեմոկրատական երկիր ունենալու, բայց այնտեղ ներսից քանդվեց Ռաֆայել սովետական միությունը, սա դրսից է քանդվում, մի քիչ տարբեր է էլի, այդ սովետական միությունը Իրանի նման կարծես հասավ ու ծառից ընկավ էլի, այդ ամեն ինչը հասավ այդ աստիճանի, երման աստիճանի, որ պիտի արդեն քայքայվեր։ Այստեղ մի քիչ ուրիշ է, հետո ասացիդ պես այստեղ այդ չգիտեմ, ախր մութ է էլի ժողովուրդը, մութ է։ Այդ իսուր չէին, չէ, բաները, այդ կրոնականները իրենց պահում այդ մութ վիճակում, որ բացի այդ կրոնից, Ալլահու ակբարից բացի էլ բան չգիտեն, էլի, եւ դրա արդյունքները շատ հեռու է գնալու, շատ հեռու։
Երեք այս գրեթե նույն բովանդակությամբ զրույցն էինք ունենում, հասկանալի է Իրանի վիճակն էինք քննարկում միասին, մեկնաբանություններից մեկը աչքիս ընկավ, որ ասել լավ է, որ անպայման պիտի բարձրաձայնեմ եւ քննարկենք։ Ուրեմն մեր այս դիրքորոշումները, որ ասում ենք մութ էին, անկիրթ էին, ոմանք հակադարձեցին, ասում են չէ, այնտեղ կիրթ է եւ այլն, բայց մեկնաբանություն մեկը գրել է, ասում է ձեր մտածածով, որ արտաքին ուժերը պիտի գան ճանապարհ ցույց տան եւ Իրանի ժողովուրդը պիտի ընդունի այդ ճանապարհը եւ փորձի ժողովրդավար երկիր կառուցել, դա անպետական եւ հակապետական մտածելակերպ է։ Ինչի եք տենց բան ասում, բա չէ որ պետությունը պիտի պայքարի հանուն իր շահերի, հանուն իր գաղափարների, որը տասնամյակներով արել է։ Ինչի եք տենց դիրքորոշում անում, դա հակապետական է։ Այսինքն Իրանը պիտի Այսինքն պիտի դիմակայություն ցույց տար եւ հայրենասիրությունը բա այդ է, բա պիտի իր կառավարության կողքին լիներ, պիտի պայքարեր եւ ոչ թե ասեր հա ճիշտ է եւ այլն, մենք պիտի փոխվենք եւ այլն եւ այլն եւ այլն, այսինքն այդ պարոնի ասացվածքով Հարութ էր անունը, պարոն Հարութի տեսանկյունով այդ եթե պետությանը վտանգ է սպառնում, բնակչությունը պարտավոր է կանգնել պետական ինստիտուտների կողմը, այլ ոչ թե միջամտի այն ուժերին, ովքեր եկել են փոխելու ռեժիմը։ Վարկած է, բայց մտածում եմ այդ ուղղությամբ, այդ իմաստով, որ իսկ եթե ռեժիմը հանցագործ ռեժիմ է եւ կեղեքում է, իսկ եթե այդ ռեժիմը, հա, բացի արյունից, հետամնացությունից, աղքատությունից, հարուստ երկրում աղքատությունից բացի բան չի տվել, բա այդ տեսանկյունից ինչի չեք նայում։ Հետո սա ընտրություն է, այո, ոմանք այն կողմը կբռնեն, ոմանք էլ կասեն, գիտեք ինչ, մենք այս մեզ տանջող կառավարությունից, այս ծայրահեղ կրոնական ղեկավարությունից հոգնել ենք, ուզում ենք մարդավայել ապրենք, հենց մեր երկրում, որը սիրում ենք, որը մեր հայրենիքն է։ Էդ էլ կա, չէ։ Սև սպիտակ չի, իհարկե սև սպիտակ չի, հետո հայրենիք ինչ է նշանակում, այդ չալմայավորները, հոգևորականները, որ նստել են դեղ ժողովրդի արունն են խմում, էդ է հայրենիքը, հողն է, ինչն է հայրենիքը, եւ դեմոկրատիան ես չեմ տեսել մինչեւ հիմա ինչ-որ մեկին խանգարի, չեմ տեսել նման բան, որ վնաս տա որևէ ժողովրդի։ Ամեն ռեժիմից տուժել են, դեմոկրատիայից դեռ չեն տուժել, կարճ ասած։ Թող մնան այդ ռեժիմի տակ, հա, թե թող մնան, եթե այդպես եք ուզում, կամ էլ եմ ասում, իրենց ընտրությունն է, հիմա թող կանգնեն, ասեն, չէ, մենք ուզում ենք այս Խամենին չեղավ, ուրիշ ինչ է, չունենք մենք չալմայավոր մեկը, որ գա մեզ ղեկավարի, ասի ոնց ապրենք, շալվարը մինչև որ դեպի լինի, դեմքի որ մասը պիտի փակեն, որը բաց մնա, հա, թող լինի, եթե այդ են ուզում։ Դե Իրանը հայտարարել էր իբր պատրաստ ենք բանակցությունների նման բան Ռաֆայել, ես ու դու նորությունների մեջ ենք, առնվազն ես 5 տարի հիշում եմ, եթե ոչ ավել, ամեն օր այս մասին, հա հիմա կհանդիպենք, հանդիպումը կայացավ, որոշեցին հանդիպումը շարունակել երկխոսությունը, եղավ ստեղ, եղավ նենց, եղավ էս ու սենց այդ իրանք այդ արևելյան իրանց բանով կարծում են սենց գծկեն մինչև ատոմային ռումբ ունենան։ Բայց Ժնևում վերջին կաթիլն էր, Ժնևի էս Ցյուրիխն է, Ժնևն էր, որտեղ էս մի քանի օր որտեղ չհանդիպեցին, հանդիպեցին, վերջն էր, դա պարզ էր, որ արդեն ուղակի հանդիպեցին, ոչ ուղակի հանդիպեցին, վաղը պատասխանը կտանք, մյուս օրը կտանք, ատոմային էներգիայից եկան ստուգեցին, սենց արեցին, նենց արեցին, մի քայլ տեղից շարժվեց, մի քայլ։ Էդի հստակ էր, որ իրանք ուղակի ուզում են ժամանակ շահել, մինչև կարողանան այդ ռումբը սարքել, որ արդեն այլ կերպ խոսեն բոլորի հետ։ Դրա համար էլ ստացվեց, կներեք, չստացվեց։ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը հայտարարել է, որ բանակցությունների համար արդեն չափազանց ուշ է։ Հա, բա էլ ինչ է, անիկ ուշ է, արդեն շատ ուշ է։ Social Truth Social հարթակում գրել է, որ նրանց հակաօդային պաշտպանությունը, օդուժը, ռազմածովային ուժերը, ղեկավարությունը արդեն չկան, նրանք ցանկանում են բանակցել, ես ասում եմ ոչ, չափազանց ուշ է, գրել է Տրամփը իր սոցիալ հարթակում։ Ուշ է պարոնայք, դե դա շատ ուշ է։ Ձգում են Իսրայելի պաշտպանության նախարարությունը ասում է, որ Իրանի ղեկավարության նստավայրը կենտրոնական շտաբը ոչնչացվել է։ Համալիրը ծառայել է որպես կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման վայր։ Հասանելի տեղեկությունների համաձայն այս շտաբը համարվում էր Իրանի ամենաապահով օբյեկտներից մեկը։
Հայտարարության մեջ նշվում է, որ գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը օգտագործելով ճշգրիտ հետախուզական տվյալներ հարվածել են իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների տեղակայման շտաբին։ Շտաբում ներկա բոլոր իրանցի պաշտոնյաները սպանվել են։ Մարտել։ Ես հիմա իսկապես ուրեմն բանը սպանեց համար 1-ին, 2-ին, 3-ին բանը ամերիկան Իսրայելի հետ միասին իհարկե տեխնացուներին երկրի ղեկավարի։ Հիմա մնացել է 4-րդը, ում որ մատնանշել էր Խոմեյնին մեռնելուց առաջ, հա։ Հիմա այս մարդը ոնց այդ պաշտոնը վերցնելու, որ գիտի ամբողջ Միացյալ Նահանգները ու Իսրայել իրար միացած, հենց հայտարարվեց ինքը դառնա թիրախ համար 1, հա։ Ոնց կվերցնես այդ պաշտոնը։ Քո աչքի առաջ բոլորին սպանեցին, ով որ դարձավ երկրի ղեկավար։ Հիմա դու դա վերցնես ու ինչ անես, ես չեմ պատկերացնում, ոնց կլինի։ Ու պատկերացնում ես հիմա շատ կարևոր է, ես ուղղակի իսկապես ինձ հետաքրքիր է որպես մարդ։ Հիմա իրենք ասեցին, որ 1-2 օրից նոր ղեկավար կընտրեն ու կհայտնեն։ Հիմա ինձ հետաքրքիր է ում են ընտրելու եւ այդ ղեկավարի առաջի խոսքերը ինչ ա լինելու։ Էլի պիտի վերկեն ասի մենք ձեզ սենց կանենք, նենց կանենք, մի հատ մեկը կար, մի հատ այս վիճակից դուրս գանք։ Նկարները տեսա, մի հատ բորբստած մեկը բերեցին, բան, ասեց, հա, ասեց ջիհադ ենք հայտարարում։ Քեմբրիջ ավարտած դժվար թե բերեին ինչ-որ էլի, որ այդ երկիրը տեսնելով ինչա կատարում, գուցե բառամթերքը մի հատ վերանայի, բայց այս ամբողջ պատմության մեջ չեմ հասկանում Դուբային ինչի է խփում, այսինքն ով ես սենց եմ ռազմաբազան Միացյալ Նահանգների հետ լավ հարաբերություն ունի, դուք դավաճան եք, դուք մուսուլման չեք, առը ձեզ երկու ադրում։ Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարության խոսնակը, իդեպ կյանքի 15 տարի մեդիայում եմ, դերենիկը ավելի երկար, երբեք չեմ լսել Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայի որևէ պաշտպանության գերատեսչություն, որևէ հայտարարություն անի, որևէ մի բան անունը չէինք լսել կյանքում Աբդել Նասիր Ալ-Համիդը, իդեպ երևի տասնամյակների մեջ առաջին անգամ որևէ բան հայտարարեց այս մարդը, ասում է, որ հարյուրավոր հրթիռներ են չեզոքացրել այդ ուղղությամբ, խոսնակը ճեպազրույցի ժամանակ հայտարարում է, որ մինչ այս պահը Արաբական Միացյալ Էմիրությունները հետ է մղել իր տարածքի ուղղությամբ արձակված հարյուրավոր բալիստիկ հրթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր։ Նշվում է, որ վերջին 2 օրվա ընթացքում երկրի ուղղությամբ արձակվել է առնվազն 186 հրթիռ եւ անհավանական 812 անօդաչու թռչող սարք։ Որոնց մի քանիսը ընկել են, տեսանք այնտեղ հյուրանոցների խփեցին, որոշ հայտնի հաստատությունների անգամ այդ Բուրջ Խալիֆայի ուղղությամբ արձակեցին բաներ, հարվածներ։ Նախարարության խոսնակը նշում է նաև, որ իրանական հարձակումներից առաջացած վնասները, որոնք նա անվանել է աննշան վնասներ, սակայն եղել են այն ժամանակաշրջանում, երբ որևէ ռազմական գործողության մասնակից չէ Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Դուբայը մասնավորապես։ Այսպիսի պատմություններ։ Հակամարտությունը։ Այդ էլ է հետաքրքիր, էլի անխելք բան են անում, հասկանում եք, անխելք բան են անում։ Հիմա այդ ամբողջ աշխարհը բան նայում է, ասում է դե տեղն է ձեզ, ուրեմն դուք այդ ձևի բաներ եք անում անմեղ մարդկանց ու կրակում են քաղաքի կենտրոն, որտեղ որ կպնի, էլի, այսինքն նենց չի որ ռազմական օբյեկտ է կամ ես իմ ինչա, որտեղ որ բան carpet bombing որ ասում են, հա, կպավ, հա, բռնվեք։ Ամերիկյան եւ իսրայելական ուժերը հարվածներ են հասցրել Իրանի Ղոմ քաղաքում գտնվող առաջնորդության փորձագետների խորհրդի շենքին, ասում է BBC-ն, խորհուրդը, որը կազմված է 88 բարձրաստիճան հոգևորականներից, առաջադրանք է ստացել նշանակել Իրանի նոր գերագույն հոգևոր առաջնորդի փոխարինելու Այաթոլլահ Ալի Խեմենեին, ով սպանվել էր հրթիռակոծության հետևանքով, ամբողջ կենտրոնը եւս ոչնչացված է իր 88 հոգևորականներով հանդերձ, ովքեր որ պիտի ծիծաղում են, բայց ահա էլի, բայց շատ անհավասար պայքար է, շատ անհավասար։ Ստերեոտիպին չեն կարողանում իրենք դա բան անել, էլի, ընդունել, որ այդքան մեծ է տարբերությունը, որ իրանք պիտի Էլի են ուզում, հա, բերեն էլի հոգևոր առաջնորդը, էլի տենց մեկին են ուզում։ Եթե չլինի նշանակում ռեժիմի փոփոխություն, իսկ իրանք ռեժիմի փոփոխություն դեռ չեն ծրագրել եւ Այստեղ մի բան էլ կա, Ռաֆայել, հիմա այդ բարձրաստիճան հոգևորականները գիտեն
շատ լավ գիտեն, որ եթե դեմոկրատական երկիր դարձավ, իրենք բանտում են հայտնվելու, կախվելու են, եսի ինչեր են անելու, որտեվ իրենց այդ ամեն ինչը ջրի երես է դուրս գալու։ Դրա համար իրենց համար սա կենաց մահվան պայքար է, մինչև վերջ, որտեվ հաստատ իրենց վիճակը լավ չի լինելու, եթե դարձավ դեմոկրատական երկիր, եթե ժողովուրդը սկսեց կառավարել այդ երկիրը։ Դե պարզ բան է, այլ տեղ չունեն ու այդ կենաց մահու կռիվը նախքին ներկա վիճակը մեզ ծանոթ է կամ դրա համար այստեղ հարգարժան Էգի Ղարիբյանը ասում է Ռաֆայել ջան Դուբայում ապրող մեր ծանոթներից մեկը ասաց մի հավատացեք ինչ որ ասում են ճիշտ չէ հիմա հարգելի Տիկին Ղարիբյան ես իհարկե ամենայն հարգանքով ձեր բարեկամի նկատմամբ որ այնտեղ ապրում է պաշտպանության նախարարի խոսքն եմ ցիտում էլի ինչ որ ստից լրատվականի բան չէ հասկանում եմ որ բարերով գուցե շատ ավելի ահավոր է իրավիճակը թվում բայց պաշտպանության նախարարի ճեպազրույցը մենք ենք եթերում անգամ տվել այդ մարդը այս բաներ էր ասում հիմա ոչ չհավատամ ուրիշ բաների չեմ հավատում որ Facebook-յան ասուլիստ մի մարդը այնտեղ կարող է մի մասում է այդ երկրի ռումբերը ուրիշ մասում են ոնց կարող է այդ մի մարդը ավելի ճշգրիտ իմանալ կամ պաշտպանության նախարարը մի քիչ բան է էլի այդ առաջ էր երբ որ ոչ ինտերնետ կար ոչ հեռուստատեսություն կար ոչ ռադիո կար մեկը գալիս էր ասենք Պարսկաստանից ասում էր Պարսկաստանում բանը սենց է այնենց է մենք ասում ենք օ իսկապես բան ախր հիմա վարկյանական այդ ինֆորմացիան թռնում է հետ ու առաջ ախր այս բան եղավ հիշում ես Ռաֆայել այդ ռադիոն նոր էինք դեռ սկսել ուրեմն այս Ուկրաինայի ընտրությունները եղան ուրեմն ես ասում եմ որ բանը կընտրվի Զելենսկին ես կարծում եմ որ կընտրվի եւ այլն սենց մեկը զանգեց ասեց Զելենսկին կյանքում չի ընտրվի ասեց ասում եմ ինչի ասեց ես մի հատ մորքուրի տղա ունեմ Կիևում ապրում ինքը ասեց որ հնարավոր չի որ Զելենսկին ընտրվի ես էլ ասեցի արի $100 վրա գրած գանք գրացեք այդ պատմությունը հիմա այդ մորքուրի տղայի հետ ինչ եղավ ես չգիտեմ բայց հիմա նույնպես բարեկամի պատմությունն է էլի հիմա էս մեր բարեկամի պատմությունն է Տիկին Հասմիկ Ղարաբանյանց Իրանի մեր իրանահայ մեր ռադիոլսող ասում է 47 տարի բավական էր մեր ժողովրդի համար այն ինչ մենք հաշեցինք ոչ մի երկիր չի տեսել բա որ ասում ենք այդքան մենք չենք տեսել ճիշտ է բայց մոտավորապես պատկերացնում ենք էլի որ հեչ լավ օրեր չեն եղել հեչ լավ օրեր չեն եղել այլ 47 տարի իշխես կրոնական շատ կարևոր է իշխես հիմա բանն էլ այդ Սինգապուրի առաջնորդով էր որ երկիր սարքեց բայց դիկտատոր էր ըստ էության Լի Կվան Յուն էլ էր իշխում, բայց արդյունքը, իշխածիտ արդյունքը հիմա 79 թվականին եկան մոլաները տապալեցին, լավ պիտի լինի եւ այլն բան ուր է հասել, քանի անգամ է լավացել մարդկանց կյանքը մինչեւ 79 թիվը որ կար այսա պիտի հաշվի առնեն իշխես, էլի թո սաղ ձեր բայց մարդկանց կյանք տվեք, մարդկանց արարելու հնարավորություն տվեք, մարդկանց բարեկեցություն տվեք Իրանը հայերը գալիս են Հայաստան տեսնում ես այդ մարդկանց վիճակն ես դրում դրանց մեքենաներն ես տենում նրանց վիճակն ես տեսնում Հայաստան գալիս են մի հատ բան են ընկնում էլի sense դրախտ են ընկնում ազատության որ բերկրանքի մեջ են դա ակնհայտ է ամենայն հարգանքով գիտեք Իրանի ժողովուրդը ինչքան եմ հարգում բայց իշխելու մեջ եմ ասա մեջը ինչ կա հիմա էսա լրիվ դրա համար մեջ են կա որ Այն տեսակի բաներն են ոնց որ քաղաքական կուսակցությունները չէ որ օրինակ ասենք հիմա բան Ռուսաստանում ոնց է չէ հոգևորական չեն բայց լրիվ խեղդում են եւ ամբողջ բանը իրենց ապահովելու իրենց աթոռը ամրացնելու համար է ամբողջ հիմա Պուտինի քաղաքականությունը ինչ է ժողովրդի մասին է մտածում որ մտածեր 4 տարի չէր սպանի ամեն օր իրա եւ հարևանի ժողովրդին չէր սպանի իրանց դիրքը ամրապնդեն իրենք լավ ապրեն էսա նույնն էլ էս եկեղեցականներն են նույնս եկեղեցակ այնտեղ ես ընկերներ ունեմ որ ապրել մեծացել են ասում են դրանցից անբարոյական բան չկա ասում այդ կաշառակեր այդ հոգևորականները ու ամեն ինչ իրանց ձեռքում է Բայց հիմա Պուտինին ինչքան ալնում, ասում են գերը, հեսա Պուտինը կլինի էլի մի Ռոմենիա չափելն է դառնում։ 27։ Չէ, էլի 10 տարի 99-ից, 99։ Օմանի իշխանությունները հայտնում են, որ այսօր անօթաչու թռչող սարքերը հարվածել են Օմանի ամենամեծ նավահանգիստին Սալալային։ Նաև հաղորդվում է, որ երկու անօթաչու թռչող սարք էլ խոցվել է երկրի հարավ-արևմուտքում
Դոֆարի նահանգում հարձակումների դեմանքով զոհեր կամ ավերածություններ բարեբախտաբար չկան։ Օմանի նավատորը ծոցն է ցույց տալիս, ինչ հսկայական Օմանի սուլթանատ։ Իդեպ շատ լավ հարաբերություններ է ձևավորվում Օմանի սուլթանատի հետ։ Այստեղից ուղիղ թռիչքներ բացվեցին, առանց վիզա վիճակ ստեղծվեց, որ ասում են սուլթանատ, sense մի քիչ բանա չէ, նեգատիվ է մեր աչքում, հասկանալի պատմական անցյալի պատճառով, բայց ինչ երկիր, տես ընդեղ էլ է դիկտատուրա, ընդեղ էլ ես պետք է ասեի, ընդեղ էլ է կրոնական երկիր է փաստորեն դրանք, բայց նայեք տարբերությունները էլի։ Ինչքան իմաստուն են համեմատած, ասենք, Պարսկաստանի հետ ղեկավարությունն ու բաները, որ թե ժողովուրդն է ապրում, թե իրենք են ապրում, այս Դուբայը ծայրը չեն։ Ամենավառ օրինակը Դուբայը, ընդեղ ծաղկում է։ 5 ժամը մեկ ամբողջ մսկիթները միանում են, մոլում լինես, խանութում լինես, միանում է հավատացյալը իր աղոթքն է անում եւ այլն, բայց չի պարտադրում, չի ժողովրդին բռի մեջ պահում, էլի մի ընտանիք ամբողջ երկրի տերտիրակալն է, ամեն հյուրանոցում, ամեն խանութում, ամեն քայլի նկարները երեքի պիտի Շեյխ Զայիդն այնտեղ որդինա, թորնա, նկարները պիտի կախած լինի, էլի հարկ ես այդ մարդկանց, այո, միապետ են, դիկտատուրա է, ինտերնետը չի աշխատում, մեսենջերով չես կարող զանգել, բայց ազատություն է տվել մարդկանց գոնե գործունեության առումով, գոնե բան, չի ասում, ահա գլուխը ծածկած, ոտերդ փակ, չգիտեմ, չշնչես, չարտաշնչես, այս չանես, երկրից դուրս չգաս, հակառակը, բաց է, եկեք բիզնես դրեք, ժողովուրդ ջան, հարկեր մի տվեք, եկեք ծաղկեք, գործերի տեղ սարքեք, այս արեք, այն արեք։ Գիտեք, ինչ սա ինձ բանն է հիշեցնում, որպես օրինակ ձեզ կբերեմ, էլի, Չարլզ Դարվինի բանը գոյության Կարիբը, հա, պայքարը։ Այո, ուրեմն ըստ Չարլզ Դարվինի այդ կենթանական աշխարհում, նրանք են հարատևում, ովքեր ոչ թե ամենաուժեղն են, ամենամեծն են, ամենաես են, այլ այն տեսակները, որ կարողանում են նոր պայմաններին հարմարվել։ Հիմա նույնը վերցնեք այդ կրոնական իրենց այդ բանը, չէ, ծայրահեղությունը, դες երկիր կա, որ ժամանակի հետ կարողանում է հարմարվել, թե կրոնը պահել, թե բանը այնպես անել, որ հարատևի այդ ամեն ինչը։ Երկիր էլ կա, որ այդքան իմաստություն չունի, ղեկավարությունը չի կարողանում, գնում է ծայրահեղ բաների մեջ ու ընկնում է այսօրը, խնդրեմ։ Նույն բանն է, եթե ուզում ես հարատևել, պիտի իրավիճակին հարմարվել, իսկ իրանք ուզում են իրավիճակը իրենց հարմարեցնել։ Մենք սենց կանենք, մեկնենց կանենք, Ալլահը մեր մեջքին է եւ այլն, եւ կանգնում են սենց ջարդած տաշտակի առաջ, ասենք 20-րդ անգամ էս էլ։ Խայտարակ են ելնում, զոհվում են, բայց այսօր Մոսադը բարեկամներ, այս ուրեմն Իսրայելի գաղտնի ծառայությունն է, որ իմ կարծիքով երևի ամենաբաներից մեկն է, ուժեղներից մեկն է։ Ուրեմն Մոսադի գործակալները կոտրել են Թեհրանի տեսահսկման խցիկների ցանցը, դուք պատկերացնում եք, այդ իրանք որ ունեն այդ խցիկները իրանց համար ապահովության համար, դա կոտրել մտել են այդտեղ եւ սպանությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են Այաթոլլա Ալի Խամենեին, նրա թիկնապահներին եւ իրանցի այլ բարձրաստիճան պաշտոնյաներին։ Լրտեսման հետևանքով ստացված կադրերը փոխանցվել են Իսրայելին, ինչը Մոսադին թույլ է տվել մանրամասն տեղեկություններ ստանալ թիկնապահների հասցեների, նրանց աշխատանքային գրաֆիկների եւ այն անձանց մասին, որոնց հսկողությունը նրանց վստահված էր։ Տեսախցիկի դիտանկյուններից մեկը հատկապես օգտակար է եղել եւ գործակալներին հնարավորություն է տվել հետևելու թե որտեղ են թիկնապահները կայանում իրենց անձնական մեքենաները Թեհրանի կենտրոնում գերագույն առաջնորդի նստավայրը ժամանելիս։ Համակարգի կոտրումը բազմամյա հետախուզական արշավի մասն էր, որը ի վերջո հանգեցրել է Խոմեյնիի սպանությանը։ Շատ ուժեղ է Մոսադը եւ Միացյալ Նահանգները շատ հաճախ օգտվում է իր տվյալներից, երբ որ հարկ ալինում ինչ որ գաղտնի ինֆորմացիա ունենալու։ Դե ասել ես, երկիր ես ասե, ուժ ես ասե, այն մի տարի առաջ էր այն ռացիաների պատմությունը հիշում եք, որ Համասի այդ փեջերները, այո, մի հատ պատմենք ռադիոլսը, ովքեր բաց են թողել, դու պատկերացնես։ Ես դրա մասին 2 ժամանոց դոկումենտալ եմ նայել, այմար։ Այս փեջերները կան, չէ, որ ուրեմն այս բաները տերորիստները ասենք, այո, հեռախոս չեն օգտագործում, բան, սելուլար հեռախոսներ, որտեղ դա գիտեն, որ բռնում են, էս են անում, եւ որոշում են փեջերներ կան մի տեսակի, որը չես կարող բան անել, էլի, հա,
գաղտնա լսել կամ բան անել։ Եվ ուզում են դրանից առնեն։ Այս Իսրայելի այս Մոսադը գնում է Հյուսիսային Կորեա, Հարավային Կորեա ներողություն։ Այնտեղ մի հատ կեղծ բանի անունով մի հատ ընկերություն է սարքում, որ դրանցից է ծախում ինքը։ Ու փողերա ծախսում, ռեկլամներ անում այդ իրանց փեյջերին ամիսներով։ Մինչև սրանք կուտը ուտում են, զանգում են, բան հարմար գին են տալիս, ու ամբողջ իրենց անձնակազմի համար առնում են այս փեյջերները, որի մեջ ամեն մեկի մեջ 3 գրամ պայթուցիկ կա, շատ ուժեղ պայթուցիկ, 3 գրամ, որը իրենք իհարկե այդ որ առնում են, բացել են, նայել են լաբորատորիաներում եւ ոչինչ չեն տեսնում, այդ տակնված է լավ։ Ու իրենց կողմից ցանկացած պահ հրամանով այդ փեյջերները պայթում են։ Ու ինչ եղավ, մի քանի հազար հոգու այդ իրենց աշխատակիցները այդ բաներից, որ բաներ գալիս այդ ժամին, որ բացեք ինչ որ լրատվություն է եկել, հենց բացում էին, պայթում էին։ Ու չէին հասկանում ես ինչ է կատարում, սկսեցին իրենց բոլոր այդ անդամները իրար հետևից պայթել, փողոցում տանը, այստեղ այնտեղ։ Մինչև հասկացան, որ այդ փեյջերների մեջ Իսրայելը դրել է, ռումբա դրել է, ասվածում մտքով կանցնի, տարիների աշխատանք է դա է, հա։ Մենակ այդ գաղափարը հղանալը արդեն ֆանտաստիկ է, ոնց թե արա, մարդկանց տարակացնես, երբ որ ուզում ես դու, էլի։ Բայց հասնես դրան, մատես մենք չենք սիրում այդ թեման չենք սիրում, մենք հաճախ եթերում որոշ ռադիոլսողների կողմից լսում ենք նեգատիվ շատ արտահայտություններ այդ ազգի նկատմամբ, բայց տեսեք ինչ են մտածել, եղբայր դուք մտածեիք ժամանակին, դուք անեիք, դուք, ես միշտ այդ կարծիքին եմ, որ մենք իրանց նախանձում ենք որոշ դեպքերում եւ դրա համար էլ բացասաբար ենք անդրադառնում, որ իրանք կարողացան անապատում ստեղծել դրախտավայր, մենք դրախտավայրում չկարողացանք ստեղծել բան, չեմ ուզում ասեմ դժոխք ստեղծեցինք, բայց դրախտում, որը գրված Եվրասիան գրուկ պեչատուկ Հայաստանը դրախտ է, չկարողացանք ստեղծել այն երկիրը, որին արժանի ենք, իսկ իրանք անապատում մերիալ ծովի շուրջ 0-ից ստեղծեցին այ մենակ այդ հանգամանքը, հիմա կասեն, սաղ աշխարհին խաբեցին, ստեղծեցին, լավ արեցին, դուք անեիք, աշխարհի բոլոր կայսրություններում, բոլոր դարերում ամենահարգված մարդիկ հայերն են եղել, սուլթան լինի, ցար լինի, կայսեր լինի, կողքը հայեր էին։ Բաշարեիք, օգտագործեիք, ոնց որ հիմա իրանք Տրամպի կողքը վխտում են, բոլորի կողքը վխտում են։ Դուք էլ էիք դարերով շարունակ իշխան սուլթան ու կայսեր ու ցար ու սեզար ու թագավոր կար կողքերն էիք, խորհրդականներով բանով։ Նպաստեիք, որ հայամետ դիրքորոշում ունենան, որ հայկական գործեն, հայերի համար մի օգուտ բերեն, ոչ թե սրան փուրը տանք, սրան դավաճանենք, նրան կացնարենք, հետո փախտենք, գնանք փախստական դառնանք։ Այդ ինչ բան է։ Ամենամեծ խնդրեմը Իսրայելի ջուրն էր։ Դե, հա։ Եվ գիտեք ինչ եղավ, հիմա ինքը դարձավ ամենամեծ բանը օվկիանոսի ջրից մաքուր ջուր սարքող երկիրը։ Հասկացավ այդ բայաճարը, այդ ծովի ջուրը կարողանա խմելու դարձնել եւ արեց։ Ամենալավ գործիքներն ու գործարանները ինքը ունի այդ աղի ջուրը խմելու ջուրի վերածել։ Ու այդ աղը որ կա, արեց աղը որը գոյանում է ֆիլտրման արդյունքում, ասում են այս Հիմալայան աղ, որ մարքեթինգ արեցին կարմիր աղը, որ վաճառում ամբողջ աշխարհում կոշեր, մոշեր, ինչ ասես բան, էդ էլ դրա վերամշակման արդյունքում գոյացածն է, որ էլի բրենդինգի առումով ծախում են աշխարհի 4 բոլորը։ Այսինքն այդ Հիմալայան աղը, այդ Հիմալայի հետ այդքան է կապ չունի, ուղղակի բրենդինգ են արել եւ վաճառում։ Քանի որ խոսք եղավ ասեն, որ պարզում է, որ ամբողջ աղը, որ մենք ունենք մեր մոլորակի վրա, որ օգտագործում ենք, բոլորը գալիս են ծովի ջրից, որ ջրերը գոլորշացել են, աղը մնացել է։ Դուք պատկերացրեք, լինի Համալայից, թե Հայաստանից։ Այո, արդար աղ։ Էտա աղի քոշերն էլ չհասկացա, որն է այդ լոսի խաունտները մեկ-մեկ այդ քոշերի բաժնով որ անցնում են, որոշ բաներ եմ տեսնում, ասեմ լավ հասկացան, քոշերը այդ իրանց կատնամթերքը մսամթերքի հետ չխառնելու բանն է, ճիշտ է։ Չէ, մի րոպե, չէ։ Այդ էլ կա, բայց մսամթերքին չի վերաբերում, որ մենյուն է։ Ոնց են մորթել անասունի։ Մերթելուց էլ քոշեր մորթել կա եւ նենց մորթել կա։ Հա, հասկանում եմ, բայց հատուկ ձև կա, ոնց են, բայց աղի հետ իրանք այնպես են անում, որ արյունը առաջինը մեջից դատարկվի, ինչ որ եւ այլն, հա։ Իրենք մուսուլմանների հետ այդ իմաստով շատ նման բաներ ունեն, որտեվ նույն
անապատում են ապրել եւ այլն, որտեղ վտանգավոր էր խոզի միս ուտելը եւ այլն, ես այդ որ ասենք 24 ժամ պիտի մահացածին թաղես, որտեղ ահա որ տակեր ու պրոբլեմներ առաջանում։ Ունեն այդ նույն հողի ժողովուրդ են, բայց քոշերը այդ ամեն ինչին իրենց մոտեցում ունեն, էլի։ Անասուն մորթելուն, ինչի հետ ինչ է սուտում, այն, դա ասում են քոշեր եւ ոնց որ մոտավորապես ասեն հրեական է, էլի, մեր արտադրությունը, այդ էլ կա, էլի։ Դե հա, այդ էլ իրանց բանալիքն է։ Արդեն 9-ն է լինում ժամը։ Հա։ Ընդմիջում չարեք։ Ոչինչ, կամփոփենք, հա, դե վիճակն է, այտենց։ Հեսա 3 րոպեից ամփոփում ենք մեր գործընկերներին, կասենք շնորհակալություն վերջում։ Հասմիկ Ղարաբանյանցը ասում է, ես դուրս եմ եկել 120 թուման դոլարով, բայց հիմա 160,000 թուման է։ Հիմա դուրս եք եկել, նկատի ունեմ գրպանում այդ գումարը եղել, թե վճարել եք այդ փողը, որ ձեզ թողեն դուրս գաք, մի քիչ պահը չհասկացանք, բայց ամեն դեպքում Նելի Հարությունյան ասում է, ես ձեր հաղորդումից լիքը ճիշտ բաներ եմ հասկանում։ Շնորհակալ ենք Նելի Հարությունյան, որ լսում եք մեզ։ Այդտեղ էլի ողջույններ ունենք, հայկական հայի խասյաթ է, ինչ պաշտոնական նորություն լինի, մարդիկ հայտնում են, որ իրանք ավելի թաքուն ու ճշգրիտ գիտեն։ Ահա, այդ կատես բան։ Այամա սախսուտ են ասում են, ամենք մի հատ հարևան ունեինք այնտեղ կանգնած, ասում է, չէ, լավ, եկեք ժողովուրդ ջան, ամեն ինչ կարգին է, մի հավատացեք այդ բաներին։ Դե սա էլ ուրիշ ձևաչափ է, ինչ ասեմ, մարդիկ ավելի հակված են հավատալու պարզ հասարակ ինչ-որ բաների, հենց պաշտոնական մի բան լինում է, չէ, սա խափում են։ Հիշում եք, դերեդիկ ես մի 3-4 տարի մեդիայում ես ստից վերլուծաբաններ, այս բաները, ինչ լինում էր Հայաստանում, ասում են, չէ, էսի ուշադրությունը շեղում են։ Հեսա մի հատ բա, էս չէ, այդ անում է, որ ուշադրությունը շեղեն բան։ Այդ մի բան չեղավ, կարող է այս Տրամպի միջանցքներ, այս Վենսի այցից էին ուշադրությունը շեղում։ Ինչ հիշում եմ, այս ստացված ինչ-որ sense մարդիկ Facebook էին մտնում, չէ, ժողովուրդ ջան, այս որ անում է, այս մի հատ մեծ բանից ուշադրություն է շեղում, ու սպասում ենք, այս ինչ մեծ բանից են այդ ուշադրությունը շեղելու, դեռ չկա։ Դեռ չգիտենք, բան, սպասում։ Մեկ էլ բանը, որ իմ ներվերի վրա է ազդում, ասեք մի այդ քաղաքական խոսում է, այ մարդ այդ բոլորը խաղեր են։ Ամբողջ աշխարհն ասա կյանք ամենը ոնց կարաս ամեն խաղեր են, հետո լավ դուք չեք հասկանում, դրանք քաղաքական խաղեր են։ Ասեք ինչ պիտի լինի դա։ Հա, եթե խաղա լավա հյուրախաղ չի։ Ասեք ինչ պատասխան պիտի տաս, էլի։ Ունես լուրջ դեմքով, էլի։ Պիտի ինքն արդեն հասկացել, որ այդ սա խաղեր են մնացածը։ Բանավեճերը երկրամտի սահմանը անցել, խաղեր են այդ։ Կամ այս մարդը որ սենց ասեց, ես հիմա չասեմ, բայց վաղը կգա կասեմ, գիտես որն է, իրեն ապահովագրում է, որ վաղը մյուս օր մի բան լինի, ասի, ահա, բա որ ես ասում էի, որ սենց է, եղբայր, բան գիտես, ասա, նախապես իմանանք, ինչ ես ձևերի տունը քանդում, եղբայր։ Այսքանը, այս պահին գոնե շարունակում ենք երեքշաբթին մեր սիրելիներ իրադարձություններին, տեսնենք վաղը որ երկրի ղեկավարին են սպանելու, Աստված իմ հերթ մնալ սպաներից, տեսնենք խաղաղություն լինի աշխարհին։ Ես մեր ռադիոլսողներին ասեմ եմ վախենում ա նորություններ են նայ այմ այդ առավոտը շուտ տենց բան կլինի, կա տենց բան, ինչ էինք ինչ դարձանք, չփոխելիքից էինք խոսում, զգացմունքներից էինք խոսում, այման աֆորիզմներ էինք ցիտում, բարերեր էին, անհոգ էին երեխաների նման։ Բայց դե ուտելիքի ժամանակ չենք խոսում, այ մարդ չենք կարող անգամ պատկերացնել, որ այս աստիճան փոթորկում կդառնա աշխարհը։ Այդ մեկ որ ասում են 17, որ 16, 17 թվից սկսեցինք, չէ՞։ Պաստորեն այն ժամանակ անհամեմատ խաղաղ էր ամեն ինչ, էլի։ Անհամեմատ բան, սուրբան, այն մշտական կռիվներ էր, Աղվանստան, չգիտեմ, Կորեա, բան դրանք կային, բայց 17 թվին ինչ կոնֆլիկտից էինք խոսում ընդհանրապես։ Բացարձակ, գնում էինք մեր գործընկերներ ունեինք ռեստորանները, կերուխումի մեջ ներկայացնում էինք, լրիվ ուրիշ վիճակ էր, ահա եւ եկանք հետաքրքիր հանգրվանի, Հայաստանում ինչ ասես տեսանք, հեղափոխություն,
պատերազմ, շրջափակում, առևանգումներ, ընտրություններ, ռուս-ուկրաինական պատերազմ, հա, էս Իրանի, Իսրայել, այաթոլլա ռմբակոծում, նախագահին գնան սամալյոտով ինքնաթիռով ննջասենյակից առևանգի են աստված, ես ինչեր ենք տեսնում, ես ինչեր է կատարվում։ Կանոջ հետ միասին։ Հա, մեր հայ հոգևորականների վիդեոներ հրապարակեցին, տեսանյութեր նայեցիր, ասում ես այաթոլլա, ես ինչ վիճակ է։ Հա, մի խոսքով։ Լրիվ այաթոլլա վիճակ է։ Այաթոլլա վիճակ։ Լրիվ։ Դե ինչ, գնանք։ Լավ, ստեսու սիրելիներ, մինչև վաղը։